Տիկին Ազարյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից հարցազրույց է տվել։ Մի քանի շաբաթ առաջ էր հայկական համալսարան կոչվող հարթակում հայտարարություններով հանդես եկել, փաստորեն որոշել է նորից հիշեցնել իր մասին։ Ըստ ձեզ հաճախադեպ հանրության առաջ հայտնվելը եւ հարցազրույցներ տալը ինչ նպատակ ունի, արդյոք նախընտրական ռեժիմի մեջ է մտել։ Իրականում այս մասին կարծես թե չել խուսափում դրական պատասխան հնչեցնել նախագահը եւ որքան էլ որ անթակույց կարելի ասել արդեն իսկ հայտարարում է իր հարցազրույցների ասուլիսների ընթացքում իր սրտի լրագրողների շուրջ հավաքված, բայց ես ճիշտն ասած նախագահի փոխարեն մաքսիմալ քիչ կփորձեի երևալ հասարակության աչքերին, որովհետև կարծում եմ վերջին մի քանի իրենց շարժումները ցույց տվեցին, որ որքան էլ փորձեն նոր անձանց, նոր գործիչների դեմքով հանդես գալ, այնուամենայնիվ իրենց այսպես ասած ականջները երևում են ակնհայտ։ Եվ ես կխուսափեի այդքան ինտենսիվ երևալ հասարակության աչքերին։ Վստահաբար դա նախագահի շահերից չի բխում։ Ինչ առումով չի բխում, հասարակությունը չի ուզում տեսնել նախագահի ակտիվությունը։ Գիտեք, ես հենց հիմա օրինակ կառաջարկեի միասին դուրս գայինք, Բաղրամյան պողոտայում քայլեինք, ուղղակի ես կլռեմ, դուք հարցում անեիք եւ կարճ հարցերի միջոցով փորձենք ընդհանրապես ընկալումների մասին, մարդկանց հիշողությունների մասին եւ որպես նախկին նախագահ վերաբերմունքի մասին պատահական անցորդների շրջանում հարցում անենք եւ ես կարծում եմ, որ չեմ կարծում, վստահ եմ, որ այդ հարցման արդյունքները ի վնաս նախագահի են լինելու։ Քոչարյանի թիմից հաճախ տեսակետ է հնչում, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է կտրուկ անկում ապրել, այ օրինակ իրենց վարկանիշը Փաշինյանի վարկանիշի անկման ֆոնին բավականին աճել է։ Եվ գուցե այդ է պատճառը, որ հաճախադեպ է նախկին նախագահը դուրս գալիս հանրության առաջ, հասարակության աչքը եւ ականջը վարժեցնել իր գոյությանն եւ 2026 թվականի ընտրություններին իր մասնակցությանը։ Իհարկե նախկին նախագահի մտքերի իրարամերժ մտքերի մասշտաբը հասարակացը հատում է երբեմն եւ իհարկե ես չեմ զարմանում այն ինչ նոր ցիտեցիք դուք, բայց էլի գիտեք մենակ խոսալով չէ, բոլորս հիշողություն ունենք եւ առնվազն կարելի է հետ հայացք նետել այն բոլոր տարիներին կառավարման, որոնց ականատես եղել ենք, որի մի մասն ենք եղել բոլորս, մի ամբողջ ժողովուրդ, ուզում հասկանալ ինչ ռեյտինգի մասին է խոսքը, այն ռեյտինգի, որի շուրջ հավաքվել էին, փորձում էին եւ ընդհանուր կոնսենսուս չունեին, ընդհանուր վարչապետի շուրջ չէին կարողանում ընդհանուր որոշում ունենալ, իրենց ուզում եմ հասկանալ քանի տապալված փորձ եւ շարժում պիտի մենք հիմա մատնացույց անենք, որպեսզի վերջո պարզ դառնա, որ իրենց ռեյտինգը ուղղակի անհնար է համեմատել իրենց ռեյտինգը, հա, եւ մեր ռեյտինգը առնվազն միևնույն ուղղությամբ չեն շարժվում առաջ։ Նախկին նախագահը նաև կոռուպցիայի թեմայով է խոսել եւ Նիկոլ Փաշինյանին անվանել է կոռուպցիայի Էյնշտեյն, նաև անդրադարձ է կատարել իրենց ունեցվածքին, հատուկ շեշտել է, որ այն 4 միլիարդ դոլար չէ, զրպարտել են իրեն այսքան տարի, մի քիչ ավելի քիչ է։ Ինչ է կարծում նախկին նախագահը եւ նրա ընտանիքը, թեկուզ ոչ 4 միլիարդ, փոքր-ինչ ավելի քիչ իրենց գույքն ու ունեցվածքը արդար ճանապարհով են վաստակել, թե այդուհանդերձ կոռուպցիոն ինչ-որ սխեմաներ են աշխատել։ Տեսեք, ես որպես քաղաքացի, հա, ոչ որպես պատգամավոր կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիք ունենալ այդ հարցի շուրջ եւ որևէ գնահատական տալ, քաղաքացի որպես, բայց եթե գանք տրամաբանության, իրավաչափության եւ օրինականության դաշտ, բոլորովին վերջերս մեկ շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Տիկին Աննա Վարդապետյանը ամբիոնից մոտ երևի 3 րոպեից ավել կարդում էր, ընթերցում էր այն բոլոր գույքերը, տասնյակ գույքերը, ոչ միայն գույքեր, դրամական միջոցներ, ապօրինի ծագում ունեցող գույքեր եւ դրամական միջոցներ, որոնք դատախազությունը պահանջում է բռնագանձել Քոչարյանների ընտանիքից։
Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկայում այս իմաստով եւս շոշափելի արդյունքներ ենք արձանագրելու եւ ես իզուր չեմ երեք իմ Facebook-յան էջում գրառում եմ կատարել, որտեղ իսկապես հետևելով այս անցուդարձին, իսկապես նմանվում է այդ չարաճճիությանը մանկական, երբ որքան շատ ենք խոսում մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգից, ըստ էության օրենքի ներդրումից եւ գիտեք վերջին ճիգերը գործադրվում էին դեռ այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը ըստ էության հայտարարեց, որ Սահմանադրությանը չի հակասում։ Եվ կարծում եմ, որ որքան այս թվերը աճեն, այնքան այս աղմուկը ավելի է շատանալու եւ նաեւ 2026 թվականի ընտրությունները սարերի հետևում չեն եւ այս բոլոր process-ները համեմատական են իրար, ուղիղ համեմատական են իրար։ Մի դիտարկման էլ անդրադառնալ, նախկին նախագահը խոսելով խաղաղության փաստաթղթի մասին, ասել է, որ այդպիսի փաստաթուղթ չի լինելու, լինելու է մի փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ նշվելու է նրա քաղաքական ապագան ինչպես է լինելու, նաեւ Հայաստանը անվանել է աշխարհաքաղաքական որբ, որը ունի գործընկերներ, որը խնդրում է այս կամ այն պետությանը իր հարցերը լուծելու համար։ Մինչդեռ ինքը եղել է ճգնաժամային կառավարիչ, երկիրը ճգնաժամային իրավիճակներում կառավարել է եւ ի վիճակի է ստեղծված պայմաններում վերստին ստանձնել երկրի ղեկը եւ լուծել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ Դուք հավատում եք նախին նախագահի Վերջից կամ եկեք նա ճգնաժամերը չկառավարելու վարպետ է եւ գալով սկզբին ձեր հարցադրման ուզում հասկանալ արդյոք պիտի զարմանանք այս խոսույթի շուրջ զարմանք պիտի արտահայտենք թե ոչ մենք խոսում ենք մի մարդու մասին մեջբերում եք անում խոսքեր մի նախկին նախագահից ով բոլորովին վերջերս օրեր առաջ հայտարարեց կրկին անթաքույց իր դեմքի ցինիզմին բնորոշ եւ ժեստիկուլյացիաներին բնորոշ հայտարարեց որ պատերազմը հրահրել է հայկական կողմը եւ ուզում եմ հասկանալ արդյոք մենք պիտի զարմանանք այն արտահայտության վրա որը արել է ես անգամ այդ դրվագը չեմ էլ լսել եւ ուրախ եմ որ չի էլ լսել եւ ցավում եմ որ լսեցի եւս մեկ անգամ վերահաստատեցի իմ մեջ առնվազն այդ միտքը որ Հայաստանի Հանրապետությունը ինչպես է ասել դուք նշեցիք աշխարհաքաղաքական որբ է ես կարծում եմ հասարակությունը ժողովուրդը քաղաքականացված, չքաղաքականացված իշխանությանը սիրող, չսիրող այս խոսույթը լսելով առնվազն կարծիք պիտի ձևավորի եւ ձևավորում է այդ անձի շուրջ եւ վստահաբար ոչ դրական։ Եվ իմպիչմենթի գործընթացի մասին էլ խոսենք, Տիկին Ազարյան, գիտեք, որ ձեր նախին գործընկերներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը որոշել էին անցալ արտախորհրդարանական գործիչներ Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի առաջարկին խորհրդարանում սկսել իմպիչմենթի գործընթաց եւ որպես վարչապետի տեխնացու առաջադրել էին ձեր մեկ այլ գործընկեր, կառավարության նախկին անդամ, նախկին դեսպան, հատուկ հանձնարարություններով պարոն Էդմոն Մարուքյանի տեխնացությունը, բայց ինչպես տեսանք պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ազդարարեց, որ խմբակցությունը չի պատրաստվում միանալ գործընթացին եւ առաջադրել պարոն Մարուքյանի տեխնատություն եւ կարծեք իմպիչմենթի գործընթացը դեռ չսկսված տապալվեց։ Նախ ձեր գնահատական այս գործընթացը գեներացնելու խորհրդարան բերելու հետ կապված, նաեւ ձեր նախկին գործընկերոջ որոշմանը կուզեի անդրադառնայիք, պարոն Մարուքյանը իրավաբան է մասնագիտությամբ, սահմանադրությանը շատ լավ տեղյակ, ասես ինչու որոշեց մտնել նման process-ի մեջ, որի ելքը ի սկզբանե կարելի էր կանխատեսել։ Իհարկե ես ողջունում եմ պարոն Մարուքյանի լավատեսությունը եւ կարծես թե մենք մի քանի տարի անց վերջապես հասկացանք ինչի մասին էր այդքան աղաղակում պարոն Մարուքյանը նշելով որ կա երրորդ ճանապարհ կարծես թե իմացանք որն էր այդ երրորդ ճանապարհը ընդ որում ուշացած իր երրորդ ճանապարհը որը այո ըստ էության ի սկզբանե ակնհայտ էր որ ենթակա է ձախողման եւ ինչ վերաբերում է այդ երկու ուժերին ովքեր կրկին պիտի ասեմ որ
Պարզապես քայլելով փողոցում, եթե կարծիք հարցնենք քաղաքացիներից ինչպիսի գնահատական կտան կամ ստացան գործընթացի վերաբերյալ ինչպիսի պատկերացում ունեն, պարզ հարց կարող է այդտեղ հնչել, թե առաջին հարցը ով է ձեր տեխնացուն, որը ըստ էության չունեն եւ այդ մասին հայտարարել են երկու ուժերը, մեկը մյուսի վրա գցելով, այսինքն այս անդադ, այս ցիկլի մեջ ընկած, գնդակը նետում են պատիվ ունեմի դաշտ, պատիվ ունեմից գնդակը գալիս է Հայաստան խմբակցության դաշտ եւ մի process-ի ընթացքում, որտեղ տեխնացուի լինելը, արկայությունը առանցքային է եւ որի բացակայության դեպքում պարզապես ծիծաղելի է եւ իսկապես անլուրջ խոսել այդ մասին, ինչպեսին պիտի լինի իմ գնահատակ։ Մենք անգամ չենք էլ խոսում այս մասին։ Մենք մեր աշխատասենյակներում, մենք մեր մասնավոր զրույցներում այնքան անլուրջ է մեր տպավորությամբ այս process-ը, որի շուրջ մենք անգամ քննարկումներ չենք ունենում։ Տեխնացուն ինքը անլուրջ կերպար չէ կարծեք իմ տպավորությամբ։ Ես ելի եմ ուզում ասել, իսկապես ողջունում եմ պարոն Մարուքյանի լավատեսությունը, մի կողմից էլ ցավում եմ իր քաղաքական կարճատեսության համար, որ հավակնել է մտնել մի process-ի մեջ, որը շատ մշուշոտ է եւ ի սկզբանե լավատեսություն չի ներշնչում, որ նա կարող է ինչ որ մի փուլում դիրքավորվել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։